Դոկին ինչու են բանտում պահում, պահանջեք եւ օգնեք, որ նրան բանտից ազատ արձակեն։ Խոսքը Վարդան Ղուկասյանի մասին է։ Դուք բոլորդ գիտեք, որ ես մի անգամ մանրամասն խոսել եմ Վարդան Ղուկասյանի մասին եւ հստակ հիմնավորել եմ, որ նրա կալանավորումը նախկին եւ ներկա իշխանությունների համատեղ օպերացիա է եղել, որովհետեւ նրա դեմ այդ հաղորդումը, որ տրվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Միացյալ Նահանգներ, այսինքն ֆիքսում ենք, որ Վարդան Ղուկասյանի հենց հիմա ազատազրկումը, որ կա Ամերիկայում, ամերիկյան իշխանությունների հետ կապ չունի։ Դա Հայաստանի իշխանությունն է արել, այսինքն նա երկար տարիներ քննադատում է Հայաստանի իշխանություններին, նաև նախկին իշխանություններին, եւ վերջապես ոնց անեն, որ նրանց ազատվեն, գլխավոր դատախազությունից նա մակագնացել եւ նա հիմա անազատության մեջ է։ Այսինքն նա Ամերիկայում կալանավորված է, բայց Հայաստանի կողմից է հաշվեք կալանավորված։ Սա է իրավիճակը։ Եվ հաշվում ենք հետևյալ կերպ, որ Նիկոլ Փաշինյանին քննադատող նրա հետ չհամաձայնող մարդը նրա գործուն աջակցությամբ, նաև այստեղ նախկիններն են դերակատարներ եղել, քրեական գործով, քրեական գործը այդպես է այստեղից գնացել, հա։ Նա այդ ճանապարհով նրան ազատազրկել են, որ նա լրի։ Դրանից առաջ կարանք հետ գնանք, իրար հետ կապ չունեն, բայց ընդհանուր առմամբ սրանք շատ կարևոր են արձանագրել, էլի։ Կա ասենք Ռուբեն Վարդանյանը, որ Լեռնային Ղարաբաղում էր, հայ մեծահարուստ, միլիարդատեր, բարերար, բարեգործ, նա նույնպես սկսեց քննադատել Նիկոլ Փաշինյանին, համաձայն չէր նրա հետ եւ նա էլ հիմա ասենք նստած է Ադրբեջանում, Բաքվի բանտում, ընդ որում առաջին հայտարարությունը Twitter-ում հենց նրան ձերբակալեցին, ես եմ արել անգլերեն լեզվով եւ այդ ժամանակ որպես հատուկ հանձնարարությունով դեսպան, այսինքն, բայց իմ նախաձեռնությամբ եմ արել, ուզում ասել, որ նաեւ նրանց շահերը Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու մասով, օրինակ, բանակցային որևէ ֆորմատում քաղաքական այդ հարցերը չեն քննարկում։ Ասում եմ եվրոպական դատան, բանենք դիմե դե չգիտեմ, դե մի թող եվրոպական դատանը որոշի, բան դա հեքիաթ է։ Այսինքն նրանց բանտարկությունը քաղաքական է։ Նրանց չպաշտպանելը նշանակում է Հայաստանի Հանրապետության դեմ այնտեղ եփվող գործին մնալ անմասն, որը հետո մեր գլխին է ջարդվել։ Այսինքն այդտեղ հարցը ոչ թե Ռուբեն Վարդանյանն է, դուք իրան սիրում եք, չեք սիրում։ Այսինքն հարցը նա է, որ այդ մարդն էլ է համարվում պոտենցիալ անհամաձայն, չհամաձայնվող եւ կալանքի տակ է։ Գանք մյուս հայ միլիարդատերին, ասենք Սամվել Կարապետյանը, որ չի համաձայնվում իշխանության հետ։ Համաձայն չի իշխանության հետ, որ եկեղեցու դեմ էս արշավը գնում է, հա, իրեն որ նա քաղաքական գործիչ չի, արձանագրում ենք, նա քաղաքական գործիչ չի, նա քաղաքական գործիչ չի, նրա հայտարարությունը քաղաքական չի կարելի համարել, նա որպես բարերար մարդ, հայ մարդ եւ մեծ ներդրող Հայաստանի Հանրապետությունում իր կարծիքն է ասել։ Եվ նա հետապնդվում է իր այդ կարծիքի համար, հենց հիմա գտնվում է կալանավորված եւ գտնվում է կալանքի տակ։ Այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր ազդեցություն ունեն, ասենք մեկը մեդիա տարածքում, մյուսը որպես բարերար, այն մյուսը որպես մեծ ներդրող, այն մյուսը Լեռնային Ղարաբաղի հետ կապված, բոլորը ազատազրկման մեջ են։ Տարբեր ձևերով, մեկը Միացյալ Նահանգներում, մեկը Բաքվում, մեկը Հայաստանում, հանկարծ չասեք ինչ եք մեկին մյուսի հետ հայմատում, որևէ մեկին որևէ մեկի հետ չեմ հայմատում։ Բայց այդ մարդիկ մեկը ընդհանրություն ունեն, որ ունեն ազդեցություն ունեն հանրային կարծիքի վրա, ունեն ազդեցություն հանրային կարծիքի վրա եւ կալանավորված են։ Ունեն ազդեցություն համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի հետ, իրեն քննադատում են եւ կալանավորված են։ Շատ բան կա, այդպես ընդհանուր բաներ են տեղի ունենում, որ մենք խորը նայենք, տեսնում ենք ինչ է կատարվում։ Այսինքն դա էլ Վարդան Ղուկասյանի դոգի հետ կապված։ Ես ասել եմ, որ դատարանը, ամերիկյան դատարանը նրան բացառում են, որ Հայաստան արտահանձնի, որովհետեւ Հայաստանում արդեն ակնհայտ է, որ քաղաքական հետապնդումներ կան, Սամվել Կարապետյանի թարմ գործ օրինակ, ԲԴԽ-ի նախագահին SMS-ով ազատել օրինակ, այսինքն ամերիկյան դատարանը տեսնելով, որ այստեղ բանտերում մարդկանց վատ են վերաբերվում, մեկ, հիշեք Մուբարաշյանի դեմքերը, տեսնելով, որ ում ուզում կալանավորում են, ինչքան ժամկետով կալանավորում են վարչապետի Facebook-յան գրառումներով, երկուս, ու նրան չի արտահանձնելու Հայաստան։ Հետաբար ես կարծում եմ, որ նա ազատ է արձակվելու եւ շարունակելու է խոսել եւ մասնակցել հանրային կյանքին։ Գնացինք առաջ։